Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի դրոշը ներկա էր Լիոնի մեջ նոյեմբեր 11-ին կատարված արարողության ժամանակ։ Գսեք բանացևը, թե ինչով էր Արցախի ծորենը պակաս, բռնակրաված Արցախի տարածքով անցած ղազախական ծորեն են, Արմեն Մինասյան։ Գեղց խաղաղության պատրանքը, թուրք-թաթարական վայրակությունները Արցախի մեջ 1917-ին։ Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացնող Ադրբեջանը ընդրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգությունը պաշտպանող կոմիտեի անդամ։ Երբ օղակը շատ կսեղմվեր Արցախի շուրջ, հասկացա, որ ղեկավարության կողմէ ամեն ինչ կլար, որբեսի Արցախը սկուտեղի վրա հանձնվի, Քաչիկ Հարությունյան։ Մարդիկ գիշեր ու ցերեկ կխորհին իրենց հողին եւ գերեզմաներուն մասին, հույսով կսպասեն, որ օրը պիտի վերադառնան, Արծվիկ Սարգսյան։ Արևմտյան Հայաստանի տարածքին մեջ գտնվող հայկական վանքերը կշարունակեն ենթարկվել վնասման։ Հնդկաստանի արտաքին գործոց նախարարի տեղակալը այցելեց Հայրու ցեղասպանության հուշահամալիր։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը նշող 1918 թվականի նոյեմբեր 11-ի զինադատարի հիշադակի արարողության ընթացքին Արևմտյան Հայաստանի Հանրապետության դրոշը ծածանեցավ եւ արժանացավ պատվի դաշնակից եւ բարեկամ ժողովուրդներու դրոշներուն կողքին հարկանքի դուրք մատուցելով ազատության եւ արդարության համար զոհված 100 հազարավոր հայերուն։ Այս խորհրդանշական ներկայությունը շարունակությունն է մեր հիշադակի պարտքին այն հայ զինվորներուն հանդեպ, որոնք կրված են ֆրանսական, բրիտանական, ռուսական եւ տաշնագից բանակներու գազմերուն մեջ խաղաղության եւ իրենց բնաճնչման պատասխանատու գայսրություններուն թեմ։ Այն միաժամանակ կհիշադակե ֆրանսական հրամանատարության ներքո 1916-ին գազմված Արևելյան լեգիոնի հայ կամավորները, որոնք կբայկարեին Արևմտյան Հայաստանի հողերուն վրա ազատ հայկական պետության վերածնունդին համար։ Արևմտյան Հայաստանի դրոշին մասնակցությունը նոյեմբեր 11-ի արարողության կհիշեցնե, որ մեծ պատերազմը ոչ միայն համամարտկային ողբերգություն էր, այլ նաև հայ ժողովրդի ցեղասպանության տարաշրջանը իրականացված խրամատներու լրության եւ գայսրություններու մեղսակցությամբ։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահն ու կառավարությունը գողջ ունեն այս հիշադակի ճանաչման ընդլայնումը թե ազգային եւ թե միջազգային մագարտակներու վրա։ Արևմտյան Հայաստանի դրոշի ներկայությունը խորհրդանշական կերպով կներկայացնե հայ ժողովրդի պատմական շարունակականությունը, ինչպես նաև անոր նվիրումը խաղաղության, արդարության եւ մարդկային արժանապատվության գաղափարներուն։ Հիշադակի այս օրը Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը կվերահաստատե իր համերաշխությունը բոլոր այն ժողովուրդներուն հետ, որոնք տարաբած են պատերազմներու եւ վայրակություններու հետևանքով, ընդգծելով, որ նոյեմբեր 11-ի հիշադակը պետք է մնա ճանաչման, հադուցման եւ ժողովուրդներու եղբայրության հրավեր։ Քաղաքագետ Արմեն Մինասյան իր թիմադեդրի էջին վրա կգրե, երբ Արցախը գոյություն ուներ, դարին գարդատրեր մոտ 150 հազար տոննա հացահատիկ։ Ղազախստանեն նախադեсված է դարեգան ներմուծել գրեթե նույնքան։ Գսեք բանացևը, թե Արցախի ծորենը ինչով էր պակաս, բռնակրաված Արցախի տարածքով անցող ղազախական ծորեն են, որ ժողովուրդը պետք է հրճվի։ Հայրու եւ թուրք-թաթարական խումբերու համագեցությունը տարբեր ժամանակաշրջաններու ընթացքին միշտ ունեցած է նույն արդյունքը։ Տշնամիի նպատակները երբեք չեն փոխված։ Տարեր շարունակ հայ ժողովուրդը ենթարկված է բռնություններու, կոդորածներու եւ ցեղասպան քաղաքականության, ինչը կվկայե, թե իրական խաղաղ համագեցությունը անհնար է։ 20-րդ դարու սկզբին թուրք-թաթարական խումբերը վայրակություններ գործադրեցին, հատկապես Արցախին եւ անոր մոտակա շրջաններուն մեջ։ Բաբանված մամլո նյութերը հատկապես 1917 թվականի թերթը կպաստեն այդ հարձակումները։ Այս պատմական դեպքերը կցուցադրեն, որ թուրք-թաթարական խումբերը ոչ միայն կխախտեին սահմանները, այլ նաև կփորձեին հաստատվել հայկական հողերուն վրա յուրացնելով տարածքները։ Այս փորձը պետք է մեզ հիշեցնե, որ պատմությունը կկրկնվի, երբ դասեր չեն քաղեր։ Ադրբեջանական ռեժիմը, որ Արևմտյան Հայաստանի եւ Արցախի տարածքներուն մեջ հետևողական կերպով կոչնչացնե հայկական մշակութային ժառանգությունը, ընդրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքներու վերականգնման միջկառավարական կոմիտեի անդամ։ Սա ցինիկ քայլ մնե այն պետության կողմէ, որ ավերած է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, Փերծորի Սուրբ Հարություն եկեղեցին եւ բազմաթիվ այլ հայկական հուշարձաններ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս որոշումը կդիտվի որպես ադրբեջանական ռեժիմին արվեստի լվացման աջակցություն։ 2020 թվականի 44-օրյա պատերազմեն ետք Արցախի մեծ մասը անցավ ադրբեջանական բռնակրաման տակ եւ հազարավոր արցախահայեր գործընծուցին իրենց տուները։ 2023-ի սեպտեմբերին արդեն ամբողջ Արցախը հայետապեցավ, իսկ ժողովուրդը բռնի գերբով դեղահանվեցավ։ Այսօր անոնք կմխիթարվին միայն վերադարձի հույսով։ Արցախի ժողովրդական արվեստագետ Քաչիկ Հարությունյան կհիշե, թե ինչպես պատերազմի վերջին օրերուն հասկացած է, որ Արցախը սկուտեղի վրա կհանձնվեր թշնամիին։ Անոր խոսքով
խոսքով ամեն ինչ կազմակերպված էր, որպեսզի հողերը հանձնվին Ադրբեջանին։ Արցախը միշտ եղած է ազատ հայի հող։ Ադրբեջանցիները եկվորներ են, որոնք խորհրդային դարիներուն աստիճանաբար հաստատվեցան հոն։ Այսօր անոնք կփորձեն պատմությունը շրջել, բայց մենք կգիտնանք ճշմարտությունը, կշեշտե ան։ Քաչիկ Հարությունյանի համոզումով այսօր անհրաժեշտ է խելացի, պետական մտածողություն ունեցող ղեկավարությունը, որ գարենա միջազգային հարթակներուն վրա պաշտպանել Արցախի հարցը։ Արցախը միայն դարածք չէ, ան մեր պատմությունն է, մեր մշակույթը, մեր ինքնությունը։ Առանց անոր մենք կգործընծնենք մեր արմատները, բայց հույսը տեր գա, որ օրը պիտի վերադառնանք մեր դուն գեզրափակե արվեստակետը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմեն 5 տարի անց Շուշիի անկումը դակավին առեղծված մնե շատերուն համար։ Քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով այս կորուստը կարելի էր կանխել, եթե Հայաստանի մեջ ամեն ինչ ճիշտ կազմակերպված ըլլար եւ ժողովուրդը միասնապար գործեր։ Ան համոզված է, Արցախը կարելի է վերադարձնել միայն ազգային միասնությամբ։ 1988-ին մեր հաղթանակի գրավականը միասնությունն էր։ Հիմա այլ պետք է մեկ բռունցք դառնանք։ Երբ ազգը բարակտված է, միշտ կբարդվի, կնշե Սարգսյան։ Անոր կարծիքով բարդության հիմնական պատճառները եղած են բարակտվածությունը եւ սխալ կառավարումը։ Մենք խաղաղություն պետք չէ սպասենք ադրբեջանական ռեժիմին։ Թշնամին երբեք պիտի չթատրի մեր հողերուն մասին խոսել է, հետեւաբար պետք է զորանանք եւ միանանք, կշեշտե ան։ Սարգսյան վստահ է, Արցախահայերու վերադարձը հնարավոր պիտի ըլլա միայն այն բարակային, երբ անոնց անվտանգությունը երաշխավորված ըլլա։ Մարդիկ այսօր ալ հույսով կսպասեն, որ օրը պիտի վերադառնան իրենց հողերն ու դուները գեզրափակե ան։ Արևմտյան Հայաստանի պատմական տարածքներուն մեջ պահպանված հայկական վանքերը, որոնք վկայեն հայ ժողովրդի բազմատարյան մշակութային ներկայության մասին, այսօր վտանգված վիճակի մեջ են։ Անոնց մեջ կգտնվի նաև պատմական Աբլաղ վանքը, որ կգտնվի ներկայիս Երզնգան նահանգի շրջանին մեջ Արևմտյան Հայաստանի հնագույն մշակութային կենտրոններն մեկուն մեջ։ Ըստ հայկական աղբյուրներով վանքը ջանցված է նաև իբր Սուրբ Դավիթ վանք։ Այն կառուցված է մոտավորապես 13-րդ դարուն եւ իր ժամանակին նկատված է իբրև ամենահզոր վանական համալիրներեն մեկը։ Սակայն վերջին տասնամյակներուն վանքը ենթարկված է լուրջ ավերածություններու։ Վանքին բադերը եւ ներքին տարածքները վնասված են, իսկ որոշ բաժիններ կանգուն են գրեթե հրաշքով։ Այս սրբավայրը, որ պետք է ընդգրկված ըլլար որպես պահպանության ենթակա մշակութային ժառանգություն, այսօր կգտնվի ոչնչացման եզրին։ Այնուամենայնիվ, նույնիսկ իր ավերակներուն մեջ վանքը կշարունակե վկայել Արևմտյան Հայաստանի հայ ժողովրդի հարուստ անցյալին եւ հոգեվոր ժառանգության մասին։ Նման սրբավայրերու պահպանումը ոչ միայն հայկական մշակույթի պաշտպանությունն է, այլ նաեւ մեր պատմական իրավունքներու հաստատումը Արևմտյան Հայաստանի հողերուն վրա։ Հնդկաստանի արտաքին գործոս նախարարի դեղակալը Արևմտյան ուղղության հարցերու պատասխանատու քարտուղար Սիպի Ջորջի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը նոյեմբեր 7-ին այցելեց Հայերու ցեղասպանության հուշահամալիր։ Հյուրերը թիմավորեց Հայերու ցեղասպանության Թանկարան ինստիտուտի դնորեն Էդիտա Գզոյան եւ ուղեկցեցավ թեպի ցեղասպանության հուշահամալիր, ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը։ Բարոն Սիպի Ջորջ ծաղկեպսակ դրավ ցեղասպանության զոհերու հիշադակը հավերժացնող հուշագոտողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրին անմար գրագին մոտ եւ մեկ վարգյան լրությամբ հարկեցին անմեղ զոհերու հիշադակը։ Հնդկաստանի ժամանած պատվիրակության անդամները շրջեցան ցեղասպանության Թանկարանին մեջ Մերի Եղիկյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական եւ ժամանակավոր ցուցադրություններուն։ Այնուհետև բարոն Սիպի Ջորջ քրարում կատարեց պատվավոր հյուրերու հուշամատյանին մեջ։ Շնորհակալություն հայտնելով այցին համար դնորեն Էդիտա Գզոյան բարձրաստիճան հյուրին նվիրեց հայրու դեմ իրականացված ցեղասպանության մասին գիրքեր։ Արկելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախադեсած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։